Ողջույն բարեկամներ, այսօր արդեն օգոստոսի 20-ն է եւ մենք շատ կարեւոր նորություններ ունենք իրար հետ քննարկելու։ Իդեպ հաղորդումը պետք է նայել մինչև վերջ, որտեղ ամենակարևոր մասերը, ինչպես միշտ գիտեք, ես պահում եմ վերջում։ Բայց ուզում եմ սկսել Շոպենհաուերի սքանչելի ձևակերպումներով։ Այս աշխարհում քաջ մարդիկ մեռնում են, խելացի մարդիկ գժվում են եւ աշխարհը լի է երջանիկ հիմարներով։ Արտուր Շոպենհաուեր։ Նույնիսկ եթե չվերցնենք ասենց ծայրահեղականացված, իսկ ասեմ, որ շատ դժվար է քաջ մարդուն այսօր ողջ մնալ։ Կամ հալածում են, կամ պատարկում են, կամ սպանում են։ Իսկ խելացի մարդու համար չգժվել իրոք բավականին բարդ աշխատանք է այսօրվա իրավիճակով, մասնավորապես հայկական իրականության մեջ։ Այնպես որ, այո, ոչ միայն աշխարհը, այլ ընդհանրապես ամենտեղ լի է երջանիկ, չասեմ հիմարները, անտեղյակները, երջանիկ անտեղյակները, երանի մարդ կարողանար իրենց այդ ռեժիմի մեջ ապրել։ Բայց այն պահից, որ սկսում ես հասկանալ ինչ է կատարվում շուրջդ, այն ժամանակվանից արդեն միակ բանը, որ մտածում ես, չգժվելն է այդ չլուծված խնդիրների քանակից եւ վտանգներից։ Եվ այսպես հենց այս պատճառով մենք նախաձեռնեցինք ինքնաճանաչում շարժում, ինչպես խոստացել է ես դեռ ապրիլին, եւ արդեն մեկնարկը կտրվի Լոս Անջելեսում սեպտեմբերի 19-ին։ Եվ այս 250 North Orange Street, Glendale, Կալիֆոռնիա։ Մուտքը ազատ է, եկեք միասին մեկնարկենք մեր ազատագրական պայքարը, որը համահայկական է։ Դուք գիտեք, որ մեր ավականիում մենք ունենք 9 հոգի արդեն, որոնք ներկայացնում են 5 երկիր աշխարհի վրա, եւ այս պահին, սա թիվը դեյթան եմ, ունենք 112 հոգի արդեն անդամագրված։ Այդ չեմ ասում արդեն 27 երկրում ունենք ներկայացուցիչներ, եւ սա ընդամենը մի քանի օրվա մեջ։ Լինքը կա ներքևում, բաժանորդագրվեք, ավելի ճիշտ գրանցվեք, կուզեք որպես պատասխանատու, կուզեք ուղղակի որպես աջակից, հա, եւ մենք միասին կանենք այն, ինչ որ պետք է մեր պետության համար։ Եվ այսպես նաև հիշեցնեմ, որ կարող եք ալիքին աջակցել Patreon-ում հետևելով կամ կատարել մեր միանվագ նվիրատվություններ ալիքին, նաև շարժման, այնտեղ եթե ինքնաճանաչում գրավում եք, այնտեղ էլ նաև շարժումը ձևավորելու եւ աջակցելու համար հնարավորություն կա նվիրատվությունների, եւ այսպես ի գործ անցնենք կարևորագույն խնդիրներին։ Եվ այսպես ես ձեզանից ներողություն եմ խնդրում, բայց սա պետք է լսենք։ Սփյուռքի գործերի հարգելի գլխավոր հանձնակատար, հարգելի գործընկերներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ վերջին տարում դեպի Սփյուռքի գործերով հանձնակատար։ Ինչով է զբաղվում Սփյուռքի գործերով հանձնակատարը, երբ որ Հայաստանի այսօրվա իշխանության համար շատ կարևոր է, որ Սփյուռքը թուլանա, որպեսզի ուժեղանա Հայաստանը։ Այդ դեպքում հարցածագում հարգելի հայրենակիցներ, որոնք ապրում են Սփյուռքում, որոնք ընդունում են սիրով Սփյուռքի հանձնակատարին։ Եթե Հայաստանի Հանրապետության այդ ներկայացուցիչի համար կարևոր է, որ դուք թուլանաք, մենք Սփյուռքում թուլանանք, եւ դա ասում են դուք պիտի թուլանաք, որպեսզի Հայաստանը հզորանա, դուք ընդունում եք սրան թուլանալու համար, ես տարիներ արդեն բարձրաձայնում եմ, որ սրանց նպատակը հենց այս երևույթի ձեռքով Սփյուռքը քանդելն ու ավիրելն է։ Այսօր իրենք պարզ դրա մասին հայտարարեցին։ Բայց սրա մասին չի այս տեսանյութը միայն մենք սա մասին դեռ խոսելու ենք, գնանք տեսնենք ինչ հայտարարակ բաներ ունենք։ Հայաստան հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի process-ներ են նկատվում։ Եվ եթե հետևել եք, պիտի իմանաք, որ 2025 թվականը առաջին տարին է ըստ էության մեր անկախությունից ի վեր եւ բացառյալ կոവിഡ്ի համաճարակի շրջանը, երբ որ սպეციფիկաներ կային, երբ որ
Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Ես խոսում եմ շուրջ ավելի քան 8000-ով։ Ես խոսում եմ քաղաքացիություն ունեցող անձանց մասին, բայց եթե այս վիճակագրությունը մենք դիտարկենք մեր հայրենակիցների թվի տրամաբանությամբ, համոզված եմ, որ այս ցուցանիշները ավելին կլինեն։ Եվ իհարկե ակնհայտ է, որ նաև որոշակի արտաքին ազդակներն են նպաստում այս process-ին։ Բայց ես ուզում եմ հիշեցնել նաև, որ Սիրիայի իրադարձությունների հետ կապված 2014 թվականն էր դա, եթե չեմ սխալվում, ավելի քան 20000 սիրիացի մեր հայրենակիցներ հանգամանքների բերումով եկան Հայաստան, բայց նրանցից շատ քչերը մնացին Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն այդ դեպքում էլ ներգաղթ տեղի ունեցավ, բայց գործնականում անմիջապես կամ շատ արագ այդ մարդկանց 90 եւ ավելի տոկոսը Հայաստանից հեռացավ։ Մի այլ լրացում թեթև, որ մի մասին էլ ուղղակի չթողեցին Հայաստան մտնել, որովհետև այդպես էր ուզում Սերժ Սարգսյանը։ Եվ նրանք պահեցին այդ մարդկանց օդանավակայանում այնքան ժամանակ, մինչև Թուրքիան հայտարարեց, որ ինքը պատրաստ է ընդունել հայ էմիգրանտներին, որոնք չեն կարողանում մտնել Հայաստան։ Դե մարդիկ փախել էին տարբեր ձևերով ռմբակոծությունից։ Ոչ այնքան ճշգրիտ վիճակում իրենց փաստաթղթերն են, ուղղակի մազապուրծ էին եղել, փախել են։ Եվ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չեն ընդունում սիրիացիներին, գիտեք ինչի։ Ազատ միտք, ազատ խոսք, այլ մշակույթի նկատի ունեմ ազատ մշակույթ, ոչ ստրկական, այն ինչ որ հայտարարել է, ինչ որ հաստատել էր Սերժ Սարգսյանի ռեժիմը։ Նույնը Նիկոլ Փաշինյանի ռեժիմն է իդեպ հաստատել։ Այս տեսանյութը ինչի մասին է, ես շատ չեմ ուզում ցույց տամ, թե ինքը ինչ է խոսում։ Ինքը 8000 մարդու ավել վերադարձ Հայաստան ներկայացնում է որպես ներգաղթ, 8000-ի մասն է խոսքը, որպես ներգաղթ, որոնք վերադարձել են, ավելի շատ եկել են, որովհետև Հայաստանում արդեն կա հաստատված խաղաղություն։ Խաղաղության օրակարգն է այդ մարդկանց բերել։ Պատկերացրեցինք, ինչ թվի մասին է խոսքը, 8000։ Ու վստահ դրանք երևի հարց ու փորձ էին արել, որ դրանք Նիկոլի ասած խաղաղության արդեն հաստատված։ Չնայած ինքը պատերազմ է խոստանում, դե չի ստացել, չէ՞ սահմանադրական մեծամասնություն։ Ուրեմն սեպտեմբերին պետքա պատերազմ լինի, ինքը խոստացել է, չէ՞, այժունաղեղ պատերազմ է որում։ Չնայած ինքը խոստացել է, բայց ասում է արդեն հաստատված խաղաղություն է։ Եվ ընդամենը 8000 թվի մասին է խոսում, միջդեռ ես ձեզ ընդամենը երկու թիվ եմ ասում։ 22-ից 24 թվական Հայաստանում քաղաքացիություն է ստացել 27850 հոգի, մոտ 28000 հոգի։ Դա մինչև 24 թիվ, 25-26 դեռ չկա։ Ես վստահ եմ, ասենք լավ, համապարփակ մի 50000 հոգու տված կլինեն այս ընթացքում 22 թվականից սկսած, ինչ 8000։ Ընդ որում այդ մարդիկ պատերազմի հետևանքում առաջած հոսքա դեպի Հայաստան։ Ընդ որում դրանց մեջ կարող են լինել նաև Հայաստանի քաղաքացիներ, որոնք պատերազմական գոտիներում են, որոնք Ռուսաստանում են, որ ապրելու հնարավորություն են կորցրել, կամ վախկավոր կնդերից կտանեն բանակ։ 50000 հոգուց մոտավորապես, ինչ եք կարծում, մի 20% Հայաստանի քաղաքացի կլիներ, թե չէ լինի։ Եկած հոսքից։ Անշուշտ կարող է լինել, բայց դա էական չի։ Էական չի։ Կարևորը, որ 8000 թիվակ թե, եւ ասում ենք արդեն ունենք ներգաղթ, ընդ որում զուգահեռ դժվարացել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի ստանալու process-ները։ Իրանը պետք չի, մանավանդ եթե ինքը Սփյուռքից է, պետք չի։ Սփյուռքում ապրած մեծացածները մի տեսակ ազատ են իրենց խոսքի մեջ, մի տեսակ ազատ են իրենց պատկերացումների մեջ, չեն տեղավորվում Նիկոլ Փաշինյանի, ճակերտավոր եմ ասում, իրական Հայաստանի կոնցեպտի մեջ, որտեղ իրական հարկատու, հպարտ հարկատուները, որոնք աշխատում են, պետքա մոմեր վառեն Փաշինյան Նիկոլի ոտքերի տակ։ Միշտ չի տեն ստացվում։ Հետևաբար, ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ Փաշինյան Նիկոլին պետք չի Սփյուռքից եկած որևէ հայ, որ ավելի շատ քաղաքացիություն ստանան, քան մինչև այդ են ստանում։ Այդտեղ վտանգ են տեսնում։
8 տարի այդ վտանգը չկար, այսօր կա։ Գնանք առաջ։ Լսենք։ Արդյոք ես ճանաչում եմ Արցախա-Ադրբեջանի կազմում։ Այդ է ձեր հարցադրումը։ Ես ճանաչում եմ իմ հայ։ Սա պատասխանն է, իսկ հարցը հետևյալն է։ Ալեկալությունների կողմից, որ արդյոք Ադեգա Հովսեփյանը ճանաչում է 2022 թվականին Պրագայում Շարլ Միշելի ներկայությամբ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ հիմնվելով Ալմատի հռչակագրի վրա եւ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն, տեսեք ինչ բառեր օգտագործում, ՄԱԿ-ի կանոնադրությունը Ալմատի հռչակագրի, սրանք ընդհանրապես իդ կապ չունեցող երևույթներ են, բայց որպեսի տպավորիչ հնչի, ծանր հնչի, ասենք իրենց լսողների, իրենց ընտրողների համար, էլի, որ ՄԱԿ-ն լսում միանգամից այսպես են, չի անում։ Կարևոր չի դա կա թե չկա, բայց ՄԱԿ-ը ասել, ՄԱԿ։ Բայց որ ասես ՄԱԿ-ը որոշում ունի, որով Հայաստանի քարտեզները այլ են, իրենք դա չեն լսում։ Իրենք լսում են մենակ այն բառերը կապված ՄԱԿ-ի հետ, որոնք ասում են, ասենք ԿՊ-ականները։ Վերջ։ ՄԱԿ-ին իրավունք ունեն հղում տալու միայն ԿՊ-ականները։ Կա այտենց որոշում, չկա այտենց որոշում, այտենց իրավական ակտ կա թե չկա, ԿՊ ընտրողներին դա չի հետաքրքրում, հասկացեք, իրանք ընկնում են տվայտանքների մեջ, երբ որ հարց է տալիս, իրանց պետք է զուտ լսել ու կրկնել։ Մի խոսք։ Ուրեմն ինչ են ասում, տալիս են անուն Ալմատի, մի անգամից կողքը դնում են ՄԱԿ, որ ասեն ինքը իրավական հիմք է, եւ կողքներ դնում են Շարլ Միշել, որ իր ներկայությամբ դա եղել, նշանակում անդեր Եվրոպայի ամենաբարձր մակարդակի վրա դա հայտարարվել է։ Արդյոք ընդունում է Ադեգա Հովսեփյանը այդ հանգամանքը, որ Արցախը Ադրբեջանը։ Սա իհարկե այս հովտեղը պատահական մնացած հատապտուղին շատ բան կարելի է ասել, շատ։ Հա, օրինակ, իսկ դուք մինչև չգիտեք, Ալմատի մասին չեք լսել, որ գոռում եք Աղդամը ձեր հայրենիքն է, Շուշին ձեր հայրենիքն է, Արցախը ձեր հայրենիքն է, եւ այլն։ Բայց հասկանում եք, չէ՞, որ դա իրանց համար դա արդեն ակտուալ չի։ Հիմա իմ թիրախը այս հովտեղում մնացած հատապտուղները չեն։ Մի հատ լսենք այս հարցին ոնց է պատասխանում Շակերտավոր եմ ասում ընդդիմության ներկայացուցիչ ծնդով արցախցի Ադեգա Հովսեփյանը, որը փաստորեն գուցե եւ դառնա Եվրոպայի հետ այս շփումների հանձնաժողովի նախագահ։ Լսենք։ Արդյոք ես ճանաչում եմ Արցախա-Ադրբեջանի կազմում։ Այդ է ձեր հարցադրումը։ Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այնտեղ, որտեղ ես ծնվել եմ, ես ճանաչում եմ այն ծննդավայրը, որտեղ որ ես մեծացել եմ, որտեղ որ ես ամուսնացել եմ, որտեղ որ գտնվում են իմ ապուպապերի, իմ հոր գերեզմանը։ Ես որպես ինչ ես ճանաչում, հարգելի Ադեգա Հովսեփյան։ Ճանաչում ես որպես ինչ։ Ուղղակի Արցախ, թե ծննդավայր, միջավայր, դա ճիշտ է, բայց որպես ինչ, Ռուսաստանի մաս, Ադրբեջանի մաս, կոնկրետ հարց հատվել Հայաստանի մաս։ Ճանաչում եմ դա, ճանաչում եմ ու երբեք չեմ մոռանալու, ինչպես որ չեն մոռանալու 120,000-ը, ավելին, ինչպես որ չեն մոռանալու շատ հայեր։ Լավ։ Այնպես որ ես միշտ հարց է առաջանում ինձ մոտ, ինչ է զգում հայը, երբ որ նման հարցադրում է անում արցախցուն, արցախահային։ Այստեղ մի հատ պաուզա կարելի է։ Երբ մենք խոսում ենք ԿՊ-ականի տված հարցերից, ավելորդ է ենթադրել, որ քեզ հարց տվողը հայ է։ Հասկացեք, ԿՊ-ական էներն տիտղոսավոր ԿՊ-ական եւ հայ եզրույթները դրանք իրար հետ չշփվող, չհատվող, պատկերացեք, մեկը սենց է գնում, մեկը սենց է գալիս։ Իրար հետ իրանք չեն հատվում, դրանք տարբեր հաճախականություններ են, տարբեր քաշային կատեգորիաներ, տարբեր պարամետրներ, դրանք չեն հատվում, սա ասենք, չգիտեմ, կիլոն ու հաճախականությունը։
չեն հատվում դրանք, հա, կիլոն կամ երկարությունը, չես կարող այն ինչ որ երկարությունով է չափվել, չափես կիլոյով, այն ինչ որ կիլոյով է չափվում, չափամիավոր, չափես երկարությամբ։ Այսպիսով հայ ասելը ավելորդ է։ Երկրորդը այստեղ մի հատ հարցել է հնչե, թե այդ մասին չէր հիշում, երբ որ մինչև 23 թվականը Ալիգո Հովսեփյանը փաստորեն աշխատել է արտաքին գործերի նախարարությունում, ասել է, թե դու գիտեիր, բայց դու դուրս չէիր գալի աշխատանքից։ Տողակով մարդուն ներկայացնելով որպես կոլաբորանտ 22 թվականի ասվել է, դու մինչև 23 թվականի կեսերը աշխատել ես, դեպքում ինչու էր աշխատում։ Սա այն հով տեղը մնացած հայտնի հատապարտողն է ասում։ Հիմա լսենք շարունակությունը։ Արդյոք նա ճանաչում է Արցախը Ադրբեջանի։ Ինչ նպատակով է դա հարցնում։ Ցավացնելու։ Գիտեք, ձեր հարցերը վաղուց չեն կարող ինձ ցավացնել։ Ես տեսել եմ Արցախի անկումը, ավելին դրանից ես ավելի եմ իմ դիմադրողականությունը բարձրացել, բայց ցավացնում է։ Ցավացնում է, գիտեք ինչը, այդ հիշողությունները։ Շնորհակալ եմ։ Արձագանք Տիկին Հովսեփյան, այս ձեր հայտարարությունը տեղի կլիներ, եթե դուք Պրահայի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո մի հատ շռնդալից հայտարարություն անեիք եւ դուրս գայիք արտաքին գործերի նախարարությունից, որտեղ մնացել եք մինչև 23 թվականի օգոստոս։ Սա մեկ, եւ երկրորդը, եթե նույնիսկ դա այդպես չի, չնայած դուք երեք ձեր գործընկերը ներկայացրել է ձեր կենսագրությունը, մեկ էլ այսպես շռնդալից հայտարարություններ ունենալ դեպքում ինչու էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ ժամանակահատվածում զգում եք սրանց լկտիության չափանիշները Ղարաբաղի համար, ասում Արցախի, Ղարաբաղ, թուրքերն տենց են ուզում։ Դե Ղարաբաղ ասեիք, Նիկոլի ծնունդներ այն ժամանակ, երբ որ դուք նոր եք եկել իշխանության, մինչև 20 թիվը պատերազմում, դե մատ Ղարաբաղ ասեիք, էլի։ Մատ պնդեիք, որ դա Ղարաբաղ է։ Մատ ասեիք, էլի, հա, Նիկոլա ծիններ։ Մատ կտեսնեինք այդ ձեր կաղապադից ինչը կմնար, էլի։ ապրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Նախ ինձ չի թվում, թե մեր քաղաքացիներին շատ կհետաքրքրի, բայց հարցից ստիպված եմ պատասխանել։ Եթե արտաքին գործերի նախարարությունում այսօր դեռ կան ազնիվ մարդիկ, նրանք կարող են փաստել ու կարող եք հարցնել։ Աշխատանքից ազատման իմ դիմումը գրվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Այդ ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից նաև իմ համոզմունքներով որոշեցի սպասել ընտրություններին, որովհետև իմ սխալներ երևի, որտեղ մտածում եմ 21 թվականի ընտրություններից դուք հեռանալու եք։ 21 թվականի ընտրությունները եղան, դուք մնացիք։ Եվ 21 թվականից հետո ես գնացել եմ երեխայի խնամքի արձակուրդի։ 21 թվականից մինչև 23 թվականը ես չեմ աշխատել արտաքին գործերի նախարարությունում, ես մեծացնում էի իմ բալիկին, մեծացնում էի Արցախի մասին հիշողություններով, դիմումս գրել եմ 2023 թվականին լինելով դեռևս երեխայի խնամքի արձակուրդում, մեկ տառ անգամ, մեկ նախադասություն անգամ չեմ գրել, չեմ աշխատել 21 թվականից ձեզնից հետո։ Իսկ ինչու է Երևանում, ճիշտ եմ հասկանում ձեր հարցը այն էր, որ ես պիտի մնայի Արցախում եւ զոհվեի։ Շնորհակալ եմ։ Էս էլ պատասխանը այս դեմքով հատապտուղին։ Այս հարցումները, այս հարցու պատասխանը ով նորմալ է համարում, ուրեմն ինքը կարող է վստահ ասի, համարի, որ այն ինչ որ ես ասում եմ սրան վերաբերվում է նաև իրեն։ Որովհետև մենք բարոյական կռվի մեջ ենք։ Հիշում եք Արամ Աբրահամյանը մի անգամ ասեց, շատ լավ ձևակերպեց, որ սա արդեն քաղաքական կռիվ չի, սա պարկեշտության կռիվ է։ Դու կամ պարկեշտ ես կամ նիկոլական։ Դու կամ պարկեշտ ես կամ սա քո համար նորմալ է։ Ուղղակի ես հովտերն աճած այդ հատապտուղին չեն զեկուցել, որ ինքը այդ ընթացքում եղել է ֆիզարսակուրդում։ Ֆիզարսակուրդում եղել է, չի աշխատել։ Եվ սա ու ինչի ես դու Երևանում, այ նույն հարց ինչու չես մերել։ Արտաքին գործերի նախարարությունում աշխատում, որտեղ պետք է ապրել։ Ինչի արցախցին իրավունք չունի ապրել Երևանում։ Ահա։ Ու սրան ասեք, որ երբ որ դու
աշխատակազմի ղեկավար էիր, քո ձենը չէր գալի, եւ դու այս ամեն ինչի չէիր կարել լսել քո մասին, բայց քանի որ քեզ նշանակել են արդեն խոսացող, իրենց թվում է եւ քեզ նշանակողին թվում է թե մի խելոք բան է արել, հա, կատարել դդումին դրել է խոսացող, ու պատրաստ եղի, որ ամեն անգամ երբ բերաններդ բացեք, լսելու եք ճիշտ ամեն ինչ, ամեն բառի տակ ինչ կա իրականում, եթե ոչ ազգային ժողովում, մեր եթերներում հաստատ լսելու եք, հաստատ, ես գիտեմ դուք ոնց եք լսում, ես գիտեմ, որ ամեն տողը ոնց ան է քննարկվում, քվեարկվում, ամեն ինչ գիտեմ, ես ձեր մասին ավելի շատ բան գիտեմ, քան դուք նույնիսկ պատկերացնում եք, կամ նույնիսկ հնարավոր եք համարում, հիմա գնանք առաջ, հիշում եք էլի, որ այսպիսի մի կենդանի նաև կա իրանց մեջ, որին ասել են դու խելոք ես, կարող ես դու ստալ, ինչ ուզում ես լսել։ Այն մարդիկ, ովքեր ասում են, որ Սփյուռքը պետք է հզորանա, դա նույնն է թե ասեն, որ Հայաստանը պետք է թուլանա, որովհետև ուրիշ ճանապարհ Սփյուռքի հզորանալու չկա, ոչ ընկերներ, հակառակը պետք է լինի, Սփյուռքից մարդիկ պետք է տեղափոխվեն Հայաստան, ինչի հետևանքով Սփյուռքը կթուլանա եւ Հայաստանը կհզորանա։ Պետք է Սփյուռքը թուլանա, որովհետև այդպես է կամենում առաջակամ 35 տարվա պետություն ենք, 35 տարվա պետություն, ոչ մեկի մտքով չի անցել նման հիմարաբանություն տարածի եւ այս մասին պնդեն ազգային ժողովում, քանի որ ես արդեն անդրադարձել եմ, ես ուզում եմ հնարավորություն տամ մեր ընկերոջը։ Եթե Սփյուռքը հզորանա, Հայաստանը կթուլանա, Սփյուռքը պիտի թուլանա, որ Հայաստանն ուժեղանա։ Հենց նոր դուք լսեցիք 9-րդ գումարման ազգային ժողովի ամենաանգրագետ ու ամենաանտրամաբանական պնդումը, որն արել է ՔՊԱ-ական Արման Եղոյանը։ Եկեք վերլուծենք։ Որ չհալարեք մինչև վերջ նայեք, կիմանաք Իսրայելը ոնց է սենց դզված։ ԱՄՆ-ն ամեն տարի պետական բյուջեից գումար է հատկացնում տարբեր երկրների որպես ֆինանսական աջակցություն։ Օրինակ Ադրբեջանը ստանում է $20 միլիոն, Հայաստանը 90, իսկ Իսրայելը 6.8 միլիարդ $։ Տրամադրվող գումարի չափը քննարկվում, որոշվում եւ ընդունվում է ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատում եւ սենատում։ Իսկ ինչպես է ստացվում, որ Իսրայելին որոշում են 70 անգամ ավելի շատ գումար տալ։ Պատասխանը շատ մոտ է։ Սփյուռք Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործում է մի կազմակերպություն, որի անվանումն է AIPAC։ Այս կազմակերպությունը բաղկացած է Ամերիկայի հրեաներից, այսինքն Իսրայելի Սփյուռքից։ Կազմակերպության նպատակն է ֆինանսավորել ամերիկացի քաղաքական գործիչներին, որպեսզի նրանք հայտնվեն սենատում կամ ներկայացուցիչների պալատում եւ որպես շնորհակալություն կամ ֆինանսական կախվածություն բերեն այնպիսի օրենսդրական նախաձեռնություններ, որոնք ուղղակիորեն առաջ են մղում Իսրայելի պետության շահերը։ Օրինակ տրամադրում են Իսրայելին տարեկան $7 միլիարդ աջակցություն։ ԱՄՆ Սենատի եւ ներկայացուցիչների պալատի, այսինքն այդ քվեարկողների կնոպկա սխմողների 70%-ը ֆինանսավորվում է AIPAC-ի կամ այլ հրեա, այսինքն Իսրայելի Սփյուռքի ներկայացուցիչ մեծահարուստների կողմից։ Արդյոք Հայաստանը չունի մեծահարուստներ, որոնք կարող են միջազգային լոբինգ անել։ Ունի մեծահարուստներ, օրինակ մեկը Բաքվի բանտում է, երկուսը Հայաստանի բանտերում են կամ տնային կալանքի տակ, իսկ Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչ մեծահարուստների հետ ընդհանրապես աշխատանք չի տարվում։ Օրինակ Արման Եղոյանի նման մարդիկ էլ գալիս կանգնում են ու ասում են Սփյուռքը որ թուլանա, Հայաստանը կհզորանա։ Եթե օրինակ Արման Եղոյանը լիներ Իսրայելի падգամավոր, Իսրայելը այսօր կարող է ընդհանրապես չլիներ։ Հիմա լսենք մենակ Սփյուռքի թուլանալը չէ։ Ես ես հիշեցնեմ ինչից էր նեղված Արման Եղոյան կոչվածը։ Մատ ով է ինքը էլի։ Բացի այն որ անազգան Արման Եղոյանը ինքը ով է կենսագրությունը։ Բայց ինքը անցել էր կոնկրետ մարդկանց վրայով։ Ամբողջ ՀՅԴ վերնախավի ովքեր ռեալ գործ են արել այս ամբողջ ընթացքում, դրանցից մեկն էր փաստորեն Մուրադ Փափազյանը։ Մուրադ Փափազյանը անդրադարձել է։ Այդ չեմ ասում Արամ Համբարյանի մասին, ինչեր էր խոսում, հիմարաբանում է։ Ես դրան անդրադարձել եմ, ավելի բան չեմ ասելու։ Ուզում եմ կարդամ Արամ Փափազյանի հսկա անդրադարձից ընդամենը մեկ հատված, շատ չէ։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ինստինկտիա չի տրվել։ Այն վերապրածների նրան ժառանգների, պատմաբանների, եկեղեցիների, Սփյուռքի կազմակերպությունների տասնամյակների աշխատանքի արդյունքն է, որոնց շարքում վճռորոշ դեր են խաղացել Հայդատի հանձնախումբը։ Այ թե ինչի է պետք թուլանա Սփյուռքը եւ ինչի է վատը հենց Արամ Համբարյանը եւ
Փափազյան։ Գնանք առաջ 26 թվականի դրությամբ առկա միջազգային տվյալների համաձայն Հայաստանից բացի հայոց ցեղասպանության ճանաչումը տարբեր իրավական ձևերով, օրենքներով, խորհրդանական բանաձևերով, մի խոսքով արձանագրվել է 33 պետության կողմից։ Ու գրվում է։ Եվ ամենակարևորը ինչի է այս կառավարությունը ներված հենց Փափազյանից իրան արգելել է, չէ, մտնել Հայաստան։ Հենց այն պատճառով, որ մասնակցել եմ այս պայքարին եւ հրաժարվել եմ լռել, դատապարտելով Փաշինյան Նիկոլի վարած քաղաքականությունը 2022 թվականի հուլիսին, դեռ մինչև գոռալ Արցախը, Ադրբեջանը, լույս 14-ի գիշերը Հայաստանի իշխանությունները արգելեցին իմ մուտքը Հայաստան, արտաքսեցին զվարթնոց օդանավականից, որպես պատրվակ ներկայացնելով իմ ենթադրյալ մասնակցությունը 21 թվականի հունիսի 1-ին Փարիզում Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված ցույցին։ Դատական գործընթացի ընթացքում Հայաստանի ազգային անվտանգության ծառայության դատարանը նույնիսկ չներկայացրեց այդ պատրվակը իմ նկատմամբ կիրառված միջոցներ հիմնավորող որևէ փաստարկ, ասենք չի եղել ձայնագրություն, չի եղել վիդեո ինչ-որ մի բան, այտենց է պետք եղել, այտենց են արել։ 18 ամիս տևած դատական պայքարից հետո 24 թվականի հունվարին, արդեն 24 տարի ու կես հետո, Երևանի վարչական դատարանը վճիռ կայացեց Փափազյանի օգտին եւ պարտավորեցնեց հանձնել եւ հանել անցանկալիներ օտարերկրացիների ցուցակից, փաստորեն աչքերել են եւ մսել են սև ցուցակ։ Այս հաղթանակը ցույց տվեց, որ որևէ կառավարություն չի կարող կամայականորեն որոշել, թե իշխանության անհարմարության պատճառով ակտիվ հայը կարող է անցանկալի համարվել իր հայրենիքում։ Այսինքն ատելություն է այս մարդկանց մեջ, ոչ միայն գործունեության, ցեղասպանության, պահանջատիրության տարածման համար, նաև որ փորձել են արգելել, սկսել են սև ցուցակ եւ մարդիկ հասել են դատական ակտով իրենց իրավունքների վերականգնմանը։ Եվ ինչու՞ չէ, ոչ առանց Մակրոնի օգնությամբ, որովհետև Փափազյանը կարողանում է ուղիղ զանգել Մակրոնին։ Իսկ դու Արման Եղոյան կարաս զանգես ուղիղ Մակրոնին, որտեղ քաշային կատեգորիայից էին խոսում, Սփյուռքի քաշային կատեգորիան, вообще ով է Սփյուռքը։ Հայդատի գրասենյակը Սփյուռքա, բազմաթիվ կուսակցություններ Սփյուռք են, բազմաթիվ կազմակերպություններ, օրինակ AGBU Սփյուռքը։ Ես վախենում եմ, որ եթե ես լսել եմ ինչ թեթև բան եղել, մտահոգություն եղել AGBU հայ ընդհանուր բարեգործական միության կողմից, թեթև կաթողիկոսի նկատմամբ բանի հալածանքների վերաբերյալ, բայց չմոռանանք, որ միջև կլիներ վերջնական արդյունքները, հայ ընդհանուր բարեգործականը ջերմորեն շնորհավորում էր Նիկոլ Փաշինյանին իշխանությունը զավթելու կապակցությամբ։ Եվ կարծես թե չլսեցին մտահոգությունները այս ֆոնի վրա հայ ընդհանուր բարեգործական միության պահով։ Իսկ հետաքրքիր է, եթե իրոք բարեգործական միությունը որոշի պաշտպանել ավելի լուրջ, ավելի ռեալ գործիքները պաշտպանել կաթողիկոսի, կարող եմ եղել ասել, դու AGBU-ն ինչ արել Հայաստանի համար, որ դու ձեր քաշային կատեգորիան ինչ է, որ դու դուք ով եք, որ խառնում եք Հայաստանի Հանրապետության կյանքին։ Կարող է դա լինել։ Կարող է։ Ես չեմ էլ կասկածում, որովհետև Փաշինյան Նիկոլը իր ողորմելի իշխանությունը պահելու համար ուրանալ, քարկոծել, հայոյել ցանկացած կազմակերպության անձանց, որոնք իրենց տարիների գործունեության արդյունքում կարողացել են, ասես ասել, իրենց չափով օգտակար լինել հայկական պետականությանը, թքած ունի Փաշինյան Նիկոլը։ Այսօր այդ մարդիկ խանգարում են այս պետությունը կազմալուծելուն եւ հրամանակա ուղիղ Էրդողանից քանդել Սփյուռքը, որի համար ինքը ունի Սփյուռքի հանձնակատար։ Դեսայից հետո Սփյուռք ջան, որ Սփյուռքի հանձնակատարը կգա ձեզ մոտ, ասա դու եկել ես որ մեզ թուլացնես, թե ուժեղացնես։ Դիմա դու ում կողմից ես, դու եթե Հայաստանի կառավարության կողմից ես, ուրեմն Հայաստանի կառավարության համար իր տրամաբանության Սփյուռքը պետքա թուլանա։ Ենթադրաբար դու որպես ներկայացուցիչ Հայաստանի կառավարության եկել ես որ մեզ կազմալուծես։ Ճիշտ է։ Դու պատասխան կտա ձեզ։ Ես ուզում եմ տեսնել Սփյուռքի կազմակերպությանը, սրանից հետո որ կշփվի, ասենք այդ Զարե Սինանյանի հետ։ Ես անկեղծ ուզում եմ տեսնեմ Սփյուռքում ով ովքեր են համակարծիք, որ Սփյուռքը պետք է կազմալուծվի։
որպեսզի Հայաստանը հզորանա։ Այս բանը լսել եք։ Բայց փողը պետք լինում, որտեղից պետք է բանը փողը գա, Սփյուռքից։ Փաստորեն Սփյուռքից կամում են, որ Սփյուռքը թուլանա, որ հզորանա Հայաստանը։ Ինչ որտեղ այո։ Բայց մոռանում են, որ դու շպրտում ես մի կողմ, քանդում ես այս Սփյուռքը, կտրվում ես նաև այդ ծորակից, թե Ալիևը ձեզ խոստացել է, դուք կդրեք բոլոր կապերը Սփյուռքի հետ, ձեզ ինչքան փող է պետք, ես կտամ։ Անշուշտ, փող չկա, որ Ալիևը պատրաստ չի տալու կազմալուծելու համար Հայաստանը։ Այտենց թիվ չկա, ամեն ինչ դրանք պատրաստ են տալու, որպեսզի ի վերջո վերանա այն հանգամանքը, որը կոչվում է Հայաստան, այն հանգամանքը, որը ընկած է Ադրբեջանի եւ Թուրքիայի մեջտեղում, այն հանգամանքը, որի շնորհիվ դեռ իրանական կապը Սև ծովի հետ կա։ Հասկանում եք, ամեն ինչի պատրաստ է։ Ու ում ձեռքով են դա անելու, եթե ոչ այս, չգիտեմ, նույնիսկ բառ չկա սրանց ասելու։ Սրանց ձեռքով։ Հիմա լսենք այս միամիտ, չգիտեմ, միամիտը ճակերտներով ասեմ թե լուրջ, բայց ԿՊ-յականի մեծ լսենք ինչ ասում։ Վարչապետը եւ ԿՊ իշխանությունը առհասարակ գտնում է, որ Արցախը Ադրբեջան է, Արցախի էջը պետք է փակել, անցնել առաջ, բայց ձեր էջ ուսումնասիրելով այդ էջը դեռ փակ չէ։ Այդ գրառումները դուք պիտի խմբագրեք, ջնջեք, որպեսզի չհակասի դա ձեր ներկայիս ղեկավարի կուրսի հետ, թե ոնց պետք է վարվեք։ Իրականում ես չգիտեմ ինչի մասին եք խոսում, նման բան ես չեմ լսել, որ պետք է փակվի, պետք է, չգիտեմ, մենք Չի լսել։ Ինքը ոչ Նիկոլ Փաշինյանը լսե, ոչ Արայիկ Հարությունյանը լսե, ոչ Ալեն Սիմոնյանը լսե, որ ասում է չկա, փակա, չկա, հարց չտա, չկա Արցախ, Ղարաբաղն էլ Ադրբեջանն է։ ԿՊ-ական է, պատգամավորը, ու ինքը չի լսել։ Լեցել ենք Արցախ, այսինքն մենք ես կողմնակից եմ նրան, որ մենք պետք է ընդունենք մեր պատմական Հայաստանը։ Ամասեց Արցախ, պատմական Հայաստան։ Եղջ աղջիկ, ես պատկերացնում եմ այս հաղորդումից հետո ինչա կատարվելու այս աղջկա հետ։ Ռիփսի մեջը խնդրում եմ վաղը մի հատ նորից գտես աղջկան։ Հարցը ո՞նց անցավ գիշերը։ Ո՞նց ես։ Հարցը է էլի, խնդրում եմ։ Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք։ Մեր սահմանները սահմանափակվում են իրական Հայաստանի սահմանով։ Այս մյուսը չգիտեմ ինչ ասեմ սրան։ Հիշում եք, որ հայտարարել եք, որ 20 միլիոն ամեն աշակերտի վրա փող է քաշվում։ Ես ներկայացեցի ամեն աշակերտի վրա փողը ծախսում է պետությունը։ Ես ձեզ ներկայացեցի օրինակ ինչքան է ծախսում Ամերիկայի Միացյալ Նահանգներում դպրոցը, հա, ամեն աշակերտի վրա։ Դա $17,500 էր։ Իրանց 60,000-ի դիմաց։ 60,000-ի դիմաց։ Ամերիկյան դպրոց։ Պարզվեց Եվրոպա ծախսում է 11,000 եվրո։ Ամեն աշակերտի համար։ Ընդ որում այդ աշակերտներն ամեն ինչով ապահովված են, լաբորատորիաներով, մարզական դահլիճով, գույքով, ամեն ինչով, ինչ որ պետք է, կոմպյուտերների դասաներ պատկերացնում եք, չէ՞ ինչա, այդ դպրոցները։ Ես այս հաղորդումից հետո տղաներից ասեցի, մերմ ժպտացին ու սկսեցին հիշել իրանց դպրոցում ինչեր կա։ Այո, մենք որ գնում ենք իրանք պուտվեն, որ գնում ենք մեկ առիթով դպրոց, ժամերով կանգնում նայում ենք, ես դպրոցն ինչ անսահման տարածքներ ունի, ֆուտբոլի դաշտներ, թենիսի կորտներ, բասկետբոլի հրապարակ, ինչ որ կա, դուրսը մի հատ էլ ներսը։ Տարածքի խնամքը, հսկողությունը, դպրոցի կահավորանքը, ներսը, մի խոսքով ամառը հող, ծմերը տաք, հա, իրենք մեր ժպտացին, ասին չգիտեք։ Չի արարել մեր ընկերը Աթաբեկ Ադամյանը եւ հաշվել է ինչա նշանակում սրա ասած թիվը, հա։ Ամբողջ ԿԳՍՄ-ի բյուջեն 26 թվականի եղել է 420 միլիարդ դրամ։ Դե հիմա 425,000 աշակերտների թիվը, որ բազմապատկես 20 միլիոն դրամով, հավասար է 8 տրիլիոն 500 միլիարդի։ Իսկ Հայաստանի բյուջեն 3 տրիլիոն է։ Բայց սրանց համար էական չի ժողովուրդ։ Սրանք ամեն ինչ թիվ ուզում ալին։ Նիկոլ Փաշինյանը ոնց ասում, ներգաղթ ունենք արդեն, հավատացել են, չէ՞։ Հավատացել են
հաստատված խաղաղությանը, չնայած ինքը խոսքատաբետ պատերազմ, եւ արդեն 8000-ի ավելակ է, հա։ Սանջոլ ասում է, դուք չեք գնահատում մեր պետության կատարած աշխատանքը 20 միլիոն։ Այդ դեպքում մենակ ԿԳՍՄ-ի բյուջեն պետք է լիներ 8 տրիլիոն, մինչդեռ Հայաստանի բյուջեն է 3 տրիլիոն։ Ստեցիք։ Բայց իրենց ընտրողների եւ իրենց լսողների համար կապ չունի։ Լսում են թիվը, ասում են, հո, իսի մեր խու վրա, աստորեն։ Այս պետությունը ծախսում է 20 միլիոն, հա, $60,000։ Երեխուս գործեցի Նիկոլիս կտա։ Ճիշտ է, երեխեն ոչ հագուստ է ստանում, ոչ տրանսպորտ է ստանում, ոչ տաքություն է ստանում, ոչ հով է ստանում, ոչ կոմպյուտերային դասարաններ է ստանում, ոչ լավ լաբորատորիաներ է ստանում, ոչ դահլիճներ է ստանում, ոչ գույք է ստանում գրենական պիտույքներ, ոչ մի բան չի ստանում, ոչ այդ դասատուներն են աշխատավարձ ստանում, ոչ դպրոցի տեսքն է տեսք, ոչ աթոռները, ոչ հատակ կա, ոչ մի բան չունի, բայց ապրի Նիկոլը, տես ինչ փող է ծախսում մեր երեխաների վրա։ Ահա խնդրեմ շարքային Նիկոլ ընտրողի տրամաբանությունը, որովհետև իրանք մտածելու են պրոբլեմ ունեն էլի ական հետ։ Իրանց պետք չի նեղություն տան։ Եվ Հակոբ Ասլանյանը հիշում եք երևի, հա, այս նախկին ԿՊ-ականի, նույնիսկ ինքն է զարմացած այդ ինչա կատարվում։ Նույնիսկ ինչա։ Ասում աժ ամբիոնը վերածվել է բեսեդկայի քաղաքական գործիչը միայն ժողովրդի խնդիրներից պետք է խոսի։ Գնալով ազգային ժողովներ էլ ավելի արժեզրկում ընթացքում։ Անդիմությունը չպետք է գարաժը, չի ասում գնար էլի, որովհետև իրենց գալով լեգիտիմացվեց այսօրվա ոչ լեգիտիմ ԱԺ-ն։ Ինչու ոչ լեգիտիմ, որովհետև գիտենք, թե ինչպիսի խաբկանքներով, ռեպրեսիաներով, մանիպուլյացիաներով հավաքեցին ձայներ, նախկին ԿՊ-ական մաս։ Սրանց նպատակն առաջին հերթին ժողովրդին ալմատներից պոկելն է։ Արման Եղոյան, Մարիա Կարապետյան, իրենք ոչ անցյալ ունեն, ոչ էլ ինչ-որ բան են արել, բայց Դավիթ Ղազինյանին ասում են, դու ով ես։ Ղազինյանների ընտանիքը վերջին 7 տարվա մեջ հսկայական գործունեություն է ծավալել, դուք ինչ եք արել։ Այ դուրս պրծուկներ, եկել եք միանգամից իշխանություն եք ստացել, ասում է Հակոբ Ասլանյան, նախկին ԿՊ-ական, որին ավտոբուսի մեջ տեսնել ճանաչեցին, ասին, վայ այ վիժվածք դու ես, եւ այդ տղան սարսափելի կտանքներով հայտնվեց բանտում։ Բայց երբ որ արդեն դու ԿՊ-ական չես, քեզանը շպրտել են ընդերից, դու միանգամից տեսնում ես, որ այդ անկենսագրություն, անբովանդակ, ինչպես ինքն է ասում, ոչնչություններից մեկն էլ ախր դու ես եղել ընդամենը 1 ամիս առաջ, հա, գոնե միջև ասենք այս նախկին խորհրդարանը 8-րդ գումարման խորհրդարանը ծրվել։ Բայց դեր ինչ որ ասում է ճիշտ է, էլի։ Ուղղակի ավելի արժեքավոր կլինես խոսքերը կամ արժեքավոր կլինես խոսքերը, երբ որ ինքը ասել այն ժամանակ, երբ որ ինքնելով ազգային ժողով նախորդ ինքը բացահայտելուց հետո sense բաներ ասեր։ Բայց հասկանում եք, չէ՞, որ այս ազգային ժողովը նախորդից ոչ իվանով չի տարբերվում։ Նույնը կար այն ժամանակ, կա նաև հիմա։ Ուղղակի այն ժամանակ Հակոբ Ասլանյանը օգտվում էր այդ ոչնչությունների կողմից տված արտոնություններից։ Դա համար իրան պետք չէ այդ մասին խոսել։ Վարշապետը զինուժում ինքնասպանությունների եւ մյուս խնդիրների լուծման մշակող միջ գերատեսչական խումբ ստեղծել։ Տեսեք հəl ինչ բառա հորին է։ Միջ գերատեսչական խումբ։ Ու այս նկարին նայեք, ում հետ է կանգնած։ Սա այն գլխավոր շտաբի պետն է, որ լրագրողին ասում էր, ինչ ես ուզում։ Ինչ ես բողոքում ջերմուկից։ Ուզում ես ազատագրենք, ավտոմատեն չի ես վերսե գանք։ Սա այդ գել։ Սա դա է։ Այս գլխավոր շտաբի պետն է, որ հետո կասեր, այտենց է պետք եղել, այտենց եմ ասել, որ իրանք սոված անակ դգան։ Այդ ժամանակը այտենց է պետք, այտենց եմ ասել։ Հետո նույն գլխավոր շտաբի պետը կասեր, դե գիտեք ինչ, լինում է, երբ որ առաջնագծում կետում, հա, դիրքում վերջանում են զենքերը, բայց փամփուշտները մնում է։ Սա նույնն է։ Իմիջիայլոց։ Այս հաղորդումներից հետո ինձ հետ կապնվել է ճանաչողներից մեկը, ասում է, պարոն Հակոբյան,
Որովհետև դուք չեք պատկերացնի ինչ է նշանակում այսօրվա ով է այսօրվա գլխավոր շտաբի պետը։ Եվ ես հասկացա հենց ինչի է Նիկոլը սրան նշանակել գլխավոր շտաբի պետ։ Ասում դուք պատկերացեք, որ մի մարդու ածականանում լիներ իր ամբողջ ծառայական ընթացքում։ Հեսա հիշեմ ինչ ասում եմ վատ բառ։ Չմո։ Ինքը որ զբաղ ասեց, ասի այդ ի՞նչ է։ Դե ասեց հայական բառը, բայց դա նշանակում է չմո։ Իսկ ոչնչություն։ Նիկոլ։ Ահ, ես նոր հասկացա, ինչու հենց ինքը կարող էր լինել Փաշինյան Նիկոլի գլխավոր շտաբի պետը։ Դա եթե ոչնչություն չներ, չմո չներ։ Մենք այս վիճակը չէինք ունենա։ Ու այս չմոները, հլսա պաշտպանության նախարարն է, գլխավոր շտաբի պետին է, որի ածական անունը կենսագրությունը հենց տենց է եղել։ Ու սրանք պետքա միջ գերատեսչական խումբ ստեղծեն հասկանալու համար ինչ է կատարվում բանակում։ Մինչև իրանք հասկանան ինչ է կատարվում բանակում, տեսնենք ինչ է կատարվում բանակում։ 6 օր առաջ բանակում մահացած Գրիգոր Զաքարյանի բնակության հասցեում լռություն է։ Բնակարանի դուռը փակ։ Գրիգորը Երևանից էր, մոր հետ էր այստեղ բնակվում։ Այստեղից էր զորակոչվել բանակ Մեղրիում ծառայության, պատմում են հարևանները։ Նրանք նույնպես լսել են, որ ըստ իրավապահների Գրիգորը ինքնասպանություն է գործել։ Մամուլում կարդացել են նաև լուրերը, թե հնարավոր է նա ծառայակիցների կողմից ճնշումների է ենթարկվել, դիրքում գիշերը քնելու պատճառով, եւ ի վերջո տղային ինքնասպանության են հասցրել։ Գրիգորին նրանք հաճախ են տեսել, շփվել հետը ու դժվարանում են հավատալ, թե նման տղան ծառայության ժամանակ կարգապահ չէր լինի կամ ինքնասպանություն կգործեր։ Շատ խելոք ինտելիգենտ ժողովուրդ։ Բարևում էինք էլի սենց։ Այսքան մոտիկ չենք, ինչի պետք է ինքը իրանց բաներ որ գիտեր մոր հետ է ապրում մենակ։ Հարևանները պատմում են, ընդամենը մի ամիս առաջ էր Գրիգորը արձակուրդ եկել, 4 ամսից էլ պետք է զորացրվեր։ Նրա վերադարձին մայրը առանձնակի անհամբերությամբ էր սպասում։ Գրիգորը միայնակ մոր միակ զավակն էր։ Գրիգորի մարմինը հայտնաբերվել էր հրազենային վնասվածքով։ Նրան ինքնասպանության հասցնելու քրեական վարույթով 1 կալանավորված կա։ Գրիգորի մահվան դեպքը երկրորդն էր վերջին 1 ամսվա մեջ։ Հուլիսի 20 Մի խոսքով։ Այս մասին մեկ լավ հրեական ասացված կա, ես այս համար պետք է կարդամ։ Ասում է հենց որ լսում եք, որ պետք է մաքրել համակարգը, պետք է կարգի բերել, հիշեք ասացվածքը, որ աստիճանները ավլում են վերևից, մաքրում են վերևից։ Այնպես որ Փաշինյան Նիկոլ, եթե ուզում եք վերանան ինքնասպանությունները, սպանությունները, ասենց ասեմ, արդեն 31 սպանություն ձեր խաղաղության ժամանակ։ Եթե լուրջ մտածում եք վերանալ սպանությունները, ուրեմն աստիճանները պետք է ավլել, մաքրել վերևից, այսինքն դուք ես երեքով առնվազն պետք է դատվեք։ Հա, ես չեմ ասում, հրաժարական, դուք պետք է դատվեք, հələ դուք պատասխան չեք տեղը, տվել են 15 երեխուն ինչի սպանեցիք ու վառեցիք։ Դուք դրա պատասխանը դեռ չեք տվել։ Դուք դեռ պատասխան չեք տվել, թե սոտքի զորամասի երեխեքին հարձակումից առաջ, երբ որ ռուսական զորքը քաշվել էր արդեն 6 ժամ առաջ դուրս էր եկել, այդ երեխեքին ինչու ուղարկեցիք քնելու։ Որ մի անգամոց մի համազարկով ավելի շլուծվեր, հա, այնպես որ դուք պիտի դատվեք հələ։ Տեսնենք թե ինչ ասում։ Էնպես չի, որ ես Արմեն Գրիգորյանի աշխատանքից դժգոհ եմ եղել, բայց էնպես էլ չի, որ ես ինքս իմ աշխատանքից այնքան գոհ եմ, որը համարում եմ կատարյալ։ Մերձ քաղաքական շրջանակներում այս շաբաթ ենթադրություններ էին շրջանառվում, որոնց համաձայն Արմեն Գրիգորյանից Փաշինյանի դժգոհության գլխավոր պատճառը Ադրբեջանի հետ կուլիսային շփումներում արձանագրված անհաջողություններն էին։ Ըստ շրջանառվող լուրերի հունիսի 7-ի ընտրություններից հետո Գրիգորյանն ադրբեջանցիներին այդպես էլ չէր կարողացել համոզել հետ կանգնել խաղաղության պայմանագրի ստորագրման գլխավոր նախապայմանից՝ նոր սահմանադրության։
հանրության ընդունումից։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Այն, որ իշխանություններն ամեն դեպքում կփորձեն կատարել Ադրբեջանի պահանջը սահմանադրության նախաբանից հեռացնելով անկախության հռչակագրի հղումը, այս շաբաթ հայտարարեց ՔՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանը։ Իշխող կուսակցության ներկայացուցիչները սակայն պնդում էին, երկրի հիմնական օրենքի փոփոխությունը Ադրբեջանի հետ որևէ կապ չունի։ Նոր սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված կլինի, ոչ թե Ալիևի կամքի վրա, ինչպես որ դուք փորձում եք ներկայացնել։ Շվիժված եք դուք, բայց արա, հասցես։ Հիվանդանոցը չի ուտիլիզացել ժամանակին, ինչի է պահել, հենց հարցային մտնացել, ուտիլիզացնեիք սրանց էլ։ Եվ այսպես, ինչ է կատարվում, փաստորեն Արմեն Գրիգորյանից դժգոհ է, որովհետև չի կարողացել համոզի ադրբեջանցիների, ոչ պահանջեն փոխի սահմանադրությունը, դրա համար է մեկուսացնում։ Մյուս կողմից հայտարարում է, որ սա իրենց կամքն է, Հայաստանի Հանրապետության շահերից է, որ փոխեն սահմանադրությունը, այսինքն մի կողմից ուզում է սեղմի սահմանադրության փոփոխությունը, մյուս կողմից Արմեն Գրիգորյանի ձեռով ուզում է համոզի, որ ադրբեջանցիք չսեղմեն դրա վրա եւ ստորագրեն տան ինչ-որ մի թուղթ, որը ինքը կգոռա խաղաղություն է ասել, որովհետեւ վախենում է հանկարծ չլինի հանրակրվեն իր ուզած ձևով։ Դրա համար էր ասում, ես պետքա սահմանադրական մեծամասնություն ստանամ, չեղավ այժունալ հեղ պատերազմը լինելու։ Պատկերացնում եք, սա ինչ կարգի հրեշ է։ Մի ձեռքով ասում համոզի, որ չպարտաժեն, մյուս ձեռքով քարոզում է, որ դա մենք ենք անում, դա մեր նախաձեռնությունն է։ Չգիտեմ, սրանք ոնց կարելի է ցայն տալ։ Azərbaycan torpaqlarında dövlət qurulub və bundan sonra ermənilərin ərazi iddiaları genişlənib. Բաքու TV-ն Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից է, որը տարածում է բացահայտ հակահայկական քարոզություն։ 2023 թվականից Արևմտյան Ադրբեջանի քրոնիկա հաղորդաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացվում է որպես ադրբեջանական հող, նույնիսկ մարզերը ստանում են ադրբեջանական անվանումներ։ Ախր կարող եք գոնե մի քարտեզ ցույց տալ, որտեղ Լավ, դա իրական չի, կարող է շնորհակալություն Անի ջան, կարող եմ ցույց տալ, թե չէ, հարցը այն է, որ Հայաստանի կողմից ձայն անգամ չկա, ձայն, տակից են փորձում համոզել, ենելով չի կարողանում համոզել, աշխատանքից հեռացում են մտածելով, որ ասենք Արմեն Գրիգորյանը, որ Արցախն է ուրացել, սեփական հայրենիքն ծննդավայրն է ուրացել, չկարողացավ անել, Արեն Սիմոնյանն է անելու ամբիցիոզ դատարկությունը, հա, լուրջ։ Դու գիտեք, այդ բանակցությունները էկրանի դիմաց էշ դուս տալն է, դու գիտեք բանակցությունները ախրանիկների ձեռով մարդու ձեռքերը բռնելու դեմքին թքելու համարձակությունն է, Ալիևը հարց, ասում, հայելի նույն Ալիևն է, ինչ տարբերություն Ալենը հարց լուծող, հա, բայց դե ուրիշ չունեն, կամ Ալենն է, կամ են հայտնի հատապտուղն է, կամ Արմեն Գրիգորյանն է, որը պաշտոնի մնալու համար ուրացավ ամեն ինչ, ամենասրբագույնը, հայրենիք, ծննդավայր, հարազատների գերեզմաններ, չէ, Փաշինյան Նիկոլ, դուք ռեսուրս, ոչ միայն ռեսուրս չունեք, դուք շանս չունեք այս ամեն ինչը անելու։ Պատկերացնում եք 41 օր բանտարկված պահելուց հետո այսօր նոր Ալեքնազ Մանուկյանին թույլ են տվել տեսնել անճապահազ դստերը 14-ամյա երեխային, որովհետև ասենք այդ օր երեխան ծնունդն է 41 օր պահելուց հետո։ Ինչու՞մ է մեղադրվում ես կինը պետական դավաճանության մեջ։ Պատկերացնում եք, պետական դավաճանության մեջ, որ պետական կարևորության ինֆորմացիա ունեցե, ու ինքը ինչ-որ տեղ է փոխանցել, պետական կարևորության ինֆորմացիա։ Բոլոր պետական դավաճանների փաթեթը 44 օրյա պատերազմի փակած է, որ հանկարծ ոչ մեկ չտեսնի։ Իմ ջելոց զգացել եք, որ այս նոր խորհրդարանում դրա մասին չի խոսվում։ Այո։ Չի էլ խոսվել, որովհետև դա Սամվել Կարապետյանին պետք չի։ Եվ ընդհանրապես Սամվել Կարապետյանին ոչ մի բան պետք չի։ Միակ մի բան, որ Նիկոլի փողը, Նիկոլի տեղը փոխարեն ըստի ինքը
ինքը ոչ Արցախի հետ խնդիր ունի, ոչ Զանգեզուրի Միջանցքի։ Մի բան կա հակասություն իրենց մեջ։ Դա վարչապետի աթոռնա, ում տակը կլինի։ Իսկ այս քրեական գործով ամենախայտառակը գիտեք որն է, որ եվրոպական կառույցներից ոչ մի ձայն չկա։ Խախտվում են մարդու իրավունքները, խախտվում են անչափահասների իրավունքները, անհարգի ձերբակալություններ, ոչ մի ձայն, ոչ մի չկա։ Սրանք դեռ հույս ունեն, որ իրենց լռելով Փաշինյան Նիկոլը երկիրը տանելու է Եվրոպա։ Ես քանի որ նախապատրաստում եմ մեր շարժումը գրանցելուց հետո եւ անպայման պետք է գրանցվի, հանդիպել այդ կարևոր կազմակերպությունների, որոնք պարտավոր էին ձեն հանելու, ես իրեն ընդամենը մի բան եմ ասելու, շատ կարևոր։ Դուք լռեցիք, որպեսզի Փաշինյան Նիկոլին ձեզանով անեք, բայց դուք կորցրեցիք Հայաստանը։ Դուք կորցրեցիք հայ մարդու հարգանքն ու վստահությունը ձեր նկատմամբ որպես արդար արբիտրներ։ Որովհետև գիտեք ինչ, արդարությունը սեզոնային չի լինում։ Օրվա կուրսի հետ չի կարող փոխել։ Դուք կորցրեցիք ամենակարևորը իմիջը, վստահությունը։ Իսկ դա ոչ մի բանով չի կարելի չափել։ Չկա տես չափման միավոր, այ որ հեսա բերեցի, ոչինչ, դրա դիմաց կորցրեցի։ Ասկան ինչ ոնց դու կարաս Հայաստան տանես Եվրոպա, երբ որ վարչապետը ասում է թքած ունեմ ձեր վրա, ես չեմ գալու։ Ես նույնիսկ հանրաքվե չեմ ուզում անել, բայց դուք առ այսօր կորցնում եք ամենակարևորը՝ սին հույսերի համար։ Ես ամեն ինչը օրը գալու է, սիրուն ձևակերպած, ժպիտով ասել եմ ունեմ այդ մարդկանց աչքերին։ Տեսնում ուղղակի ոնց են այս հարցերին պատասխանելու։ Ոնց են գալալվելու, որտեղ սուտը ճշմարտությունը տես բան է, մանավանդ որ նայում ես աչքերին ու ասում ես մի բան, որ իրենց վստահաբար ոչ մեկ չի ասել։ Չէ՞ որ սա կա մարդու իրավունքների պաշտպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն, երեխաների իրավունքների պաշտպանություն, սա մի համապարփակ քրեական գործ է, որ բոլոր կազմակերպությունները այսպես խոլ ու համզեն, ոչ մեկ չի տեսնում։ Սա հատուկ շեշտում է նրանց համար, ովքեր սին հույսեր են փայփայում, որ Եվրոպա գնալուց այս ամեն ինչը լուծվելի է։ Չէ։ Լուծվել այնքանով, որքանով պետք է իրանք որ այդ ամեն ինչը նկատեն։ Եթե պետք չի, այսպես կարող են չնկատել։ Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում համընդհանուր առողջապահական ապահովության շրջանակներում դեռ հունվարից կատարված աշխատանքների դիմաց վճարված գումարները։ Այս մասին ասում Անուշ Պողոսյանը։ Եվ այսպես, այսօր արդեն ընտանեկան բժիշկներից հետ են գանձում դեռ հունվարից կատարված վճարները։ Վաղը նույն գործելավոճը կարող է կիրառվել նաև մյուս մասնագիտությունների նկատմամբ։ Նախընտրական բարձրաշխատավորների խոստումները հետընտրական իրականության մեջ վերածվել են աշխատավարձների անկման։ Ես ասել եմ, չէ, բյուջեին փող չի նախատեսված դամատ։ Ավելին ասեմ, բյուջեին փողը չկա։ Որտեղից պետք է լինի, եթե արտահանենք չկա։ Ակամայից հիշեցի ազգային ժողովի դիմաց մեր պայքարը բժիշկների արժանապատիվ աշխատավարձների համար։ Այն ժամանակ շատերը կարծում էին, թե չափազանցնում ենք։ Ապագա։ Երբ որ մեկ ընտրությունը կատարում է փողի դիմաց, ինչ-որ բան ակնկալելով, վաղ թե ուշ դա վերանում է ու աշխատում է իրան դեմ։ Աշխարհն աշխարհով, ԿՊՄԻ-ը թալանով, Ադենի համայնքապետարանը 134 միլիոն դրամի պայմանագիր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ։ Համայնքապետը իր տեղակալի հոր հետ, պատկերացնում եք ինչ թիվ է, 134 միլիոն դրամ։ Կրկին թիվ է։ Մոտավորապես չեմ չափազանցնում, սա գալիս է մի $3,000 չափ։ Ավել։ Իչա։ $350,000։ Ցես նստել են, մտածել են, արի պայմանագիր հետ կնքեմ, ես տալիս եմ, դու տալիս ես, կանես թե չես անի, փող։ Միակ բանը սրանց հետաքրքիր է, ինչքան հնարավոր է շատ թալան, շատ թույլտվություններ, իսկ այն ինչ որ կատարվում է
բանում հանրացունաբերություն ոլորտում վայքի շրջանում սա լինելու է Հայաստանի էկոլոգիական տապանակահարը, որովհետև վայքը Հայաստանի գյուղատնտեսության, գինեգործության եւ շատ մտքերի ամենաշատ արտադրող մասն է։ Որոշել են, այդ փողը գյուղացին առնում է, իրանց ինչ, իսկ հանքը իրանցն է։ Հքած դրա հետևանքների վրա, որ գյուղացին կկտրվի իր հացից, իր բերքից, մաքուր ջրից, մաքուր օդից, կարևոր է ընթացքում մի քանի միլիոն դոլար կքերեն երկրից ու կփախնեն։ Եվ նախկինում մերժված պրոյեկտները, որ մերժվել են, նորից թարմացնում են, ամուրսարը քիչ է, պետք է ամբողջովին ավիրել երկիրը բոլոր մակարդակների վրա, բոլոր։ Այսպիսի մի բան կար, հիշում եք Տիրադավ։ Այնպիսի արտահայտություններ, որ ինձ համար եղել է վիրավորական, օրինակ Նիկոլական ես, այսպիսի արտահայտություններ։ Հատանում ցուցմունք է տալիս այն մասին, որ վիրավորական արտահայտություն են արել իր նկատմամբ, ասել են Նիկոլական ես։ Ես բան ոնց կարելի ասել։ Չէ, իզույն ասեք ես Նիկոլական ես, պետք է ուղիղ ասեին դու Նիկոլ ես։ Հա։ Ինչը խորհուրդ եմ տալի ազգային ժողովում աշխատանքի վնասողներին։ Մի վիճեք դրանց հետ ասեք դու Նիկոլ ես, թող վիրավորվեն, թող դրանց համար այդ բառի համար ձեզ արտաքսեն դալիճից, ինչպես այսօր արտաքսեցին, ասենք Ղազինյանին։ Ասեք դուք Նիկոլ եք, դա պետք չի հայոց բակ։ Տեսեք, քահանան ինքն է պնդում, որ դա վիրավորական խոսք է։ Ասել եք այդտեղ։ Շլավ որ գիտակցում եք ինչ է նշանակում Նիկոլական։ Սես մեկը բան ընկավ, աշկիս նկատ ընկավ, ուզում եմ անպայման դատերի շեկել է։ Ես Աննա Հակոբյանն է ֆենաց մազելով զորով պատկասել են գետնին, են էլ վախենում է լիարժեք պարկի, հենվել ալմունքների վրա, որ ուղղակի մի հատ կադր շղթացնեն, հետ մոռացել են, որ այդ կադրի մեջ են հետևում պատրաստ կանգնածները կարող է Երևան։ Ֆոտոսեկցիա, ինչպես կասեր տատիկս, ֆոտոսեկցիա։ Որ այդ ժամանակ երիտասարդներին ասեին գնացեք փրկելու մեր հայրենիքը, փրկել Ղարաբաղը, որտեղ ասեն դա Ադրբեջանն է։ Այս ֆոտոսեկցիաների ժամանակ տենց անհաջող կադրերից երևի սլիվ է եղել, հետևում ես կանգնած, իսկ Աննա Հակոբյանը ֆենաս մազերով գնացել է մարտական առաջադրանքները պատադրելու։ Նիկոլ ընտրողները են ասել բա տենց է։ Երևի նրանք ուղղակի տեղյակ չեն եղել հետևի կանգնածները, որ Աննա Հակոբյանը մարտական առաջադրանքի մեջ է։ Երևի իրանց չեն ասել։ Իսկ ես որ ասում եմ, չարու նախանձեմ, կամ ռուսաստրու, ինչ տարբերություն։ Սա մասին եմ ուզում խոսել։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը Ղրիմը կդառնա ազատ ինչպես Ղարաբաղը։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանն է։ Եթե ուզում է Ղրիմը դառնա ազատ ինչպես Ղարաբաղը, հա, իսկ ինչու ասենք Ուկրաինան էլ չդառնա այդպես ազատ ինչպես Ղարաբաղը։ Օրինակ ինչու։ Թող դառնա Ուկրաինան էլ դառնա այդպես ազատ ինչպես Ղարաբաղն է։ Ազատ։ Ես մասալնայք ու սրանց մասին մի տեղ խոսանք էլի համապարփակ։ Ուրեմն Ուկրաինայի գերագույն ռադան 312 կողմով քվեներով հաստատել է Եվգենի Խմարայի երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում, որին առաջարկել է Զելենսկին։ Ասեմ սա ինչու եմ ասում, իսկ սա նախկին պաշտպանության նախարարն է, որը ասում Ուկրաինայում անհրաժեշտ են օրինական եւ անվտանգ մեխանիզմ գտնեն, որը թույլ կտա ընտրություններ անցկացնել նույնիսկ շարունակվող պատերազմի պայմաններում։ Սա նախկին նախարարն է։ Ով է այս տղան եւ ինչու է սա այսպես խոսում։ Սա շատ կարևոր է։ Եվ այսպես այս տղա նախկին պաշտպանության նախարարը, որին հանին աշխատանքից հանեցին, ուղղակի արգելել էր բոլոր կամ գրեթե բոլոր կոռուպցիոն սխեմաները, բացահայտել էր եւ կանխարգելել էր եւ Զելենսկու աշխատակազմը շատ էր նեղվել, որ իրանք չեն կարողանում այլևս այդ քանակության փողեր լվանան այս պատերազմի
Արդյունքում, հա, եւ հանեցին ընկերոջը եւ նշանակեց այս ընկերոջը։ Իսկ նախկին նախարարի վերականգնման համար ցույցեր է սկսվել Կիևում։ Եվ սա ցույց է տալի այն ինչ որ ես վերջի առնվազն 4.5 տարվա պատերազմից առնվազն 3 տարի պնդում եմ, որ Ուկրաինայի պատերազմը չի ավարտվում, որովհետև դա տենց է պետք Ուկրաինայի այսօրվա նախագահին։ Որ ինչքան շատ երկար է պատերազմը, այնքան մեծ եկամուտներ, մեծ փողեր կաշխատի ինքը, եւ դա ձեռնտու է հենց նաեւ Պուտինին։ Դա բادر ակտիվ գործողություններ, որպես այդպեսին, առանձնապես չկա։ Մեկ-մեկ ռմբակոծում են մի քանի տեղ, դե սովորական ինչ անում Պուտինը։ Բնակելի թաղամասեր, հիշեցնում է, որ պատերազմը շարունակում են։ Դա բերում է նոր օգնություններ Ուկրաինայի համար։ Ինքը Ռուսաստանում ցույց է տալի, որ ինքը պատերազմի մեջ է, մի խոսքով հիմա պետք է բոլորս ոչ մի բանի մասին չմոտացենք, այնտեղ պատերազմ է։ Մի խոսքով, սենց համատեղ բաներով, սենց ասեմ, շահավետ պայմաններում իրականացում էր պատերազմը։ Իսկ նախկին նախարարը եկավ շտկեց մի անգամից իրավիճակը, ես սկսեցին ռմբակոծել եւ լուրջ վնասներ հասցնել Ռուսաստանին։ Այն աստիճան, որ Ռուսաստանը որ մեծ բենզակալոն կար, բենզինի դեֆիցիտ առաջացավ։ Եվ դա վրթովեցրեց Ուկրաինայի ղեկավարին եւ հանեցին այդ ամեն ինչի կազմակերպիչին։ Ոչ միայն ամեն ինչի կազմակերպիչին, նաեւ այս կոռուպցիայի դեմ առնողին։ Եվ այդ կոռուպցիոն հանցագործ Զելենսկիական իշխանության, տեսեք ուկրաինական բնակչությանը ես բան չեմ ասում։ Ափսոսում եմ Ուկրաինայի բնակչությանը, որ ինքը պատանդի կարգավիճակում է։ Եվ այսպես այս ֆաշիստական թույլ տվեք դա էլ ասեմ, կոռուպցիոն հանցագործ իշխանության ներկայացուցիչը Թուրքիայում ուրախ է նախ որ Ղարաբաղը արդեն ազատ է եւ նույնը խոստանում է Ուկրաինային։ Դեստեղից բան չի մնում ասելու, քան նույնը ցանկանալ, ասենք, Ուկրաինային, ամբողջ Ուկրաինային ինքը որ ինքը ցանկանում է մենակ խլին։ Ինչու ոչ։ Այս երկու երկրները իրար արժանի են, որովհետև Յակուտիայում էլ տեսեք 700 հոգանոց գյուղում էլ բացում է Ստալինի արձանակ։ Այսինքն այս երկու բանում երկրներում լրիվ գժանոց է։ Լրիվ իրար արժանի ղեկավարներ ունեն։ Չնայած ուկրաինական ժողովուրդը ես չեմ համեմատի ռուսական ժողովրդի հետ, ես ավելի հաշվում եմ, ես հասկանում եմ այնտեղ ինչ հոսանքներ կան, ինչ պայքար կա ներսի, հա, բայց ոսս ղեկավարներին նայում եմ ինչա կատարվում երկու երկրներում, հասկանում եմ, որ իմ որպես մարդ, որ ես առաջ աջակցում եւ ցավում եմ Ուկրաինայի համար, ես կարող եմ ուղղակի դառնալ կողքից դիտորդ։ Հա, դիտորդ այն մարդկանց համար, ում համար էթնիկ զտումը դա ազատություն։ Այս ֆաշիստական երկրի ֆաշիստական դեսպանի համար էթնիկ զտումը դա ազատությունն է։ Ես հասկանում եմ, որ Ուկրաինայի կներեք աջակիցներ կարող են լինել նեղվել, ես առանձնապես հետաքրքրված չեմ կներվեք թե չէ, բայց եթե մեկի համար էթնիկ զտումը դա ազատություն է, ուրեմն դուք իրավունք ունեք նաև նեղվելու իմ խոսքերից։ Այնպես ինչպես ասենք, չգիտեմ, Ռուսաստան սիրողներն են նեղվում, որ ես ռուսներին եմ, ասենք Պուտինին եմ քննադատում, հա։ Եվ ասում եմ, որ գիտեք ինչ, եթե այս դարում բան են բացում, Սալինի արձան են բացում, նշանակում է այդ երկրում մի բան են չի, հաստատ մի բան են չի, էլի, շատ են չի։ Դե հիմա գնանք Ադրբեջան եւ հասկանանք ինչի Ադրբեջանը դատի տվել CNN-ին։ Պատկերացնում եք, Ադրբեջանը դատի տվել CNN-ին, ինչու՞, որովհետեւ CNN-ը բացահայտել է, որ Ադրբեջանի տարածքում կան իսրայելական հետախուզական ուժեր, կենտրոններ, որոնք հետախուզում են ամբողջ իրանական դաշտը։ Դատյատվել։ Դե բնականաբար ինքը պարտվելու է այս պատերազմում, ներողություն դատավորում, այս հարցը բանը, ուղղակի ինձ հետաքրքիր է, ինչի է ինքը դատի տվել, հասկանալով, որ նախ ինքը եւս մեկ անգամ խոսալով սրա մասին հիշացնում է դա որ կա։ Երկրորդ էլ իսկ ինչ չի մտածել, որ Իրանը կարող է Իրանը տա ինֆորմացիան օգնի CNN-ին, որպեսզի CNN-ը հաստատի իր ապնդումը, չէ՞ որ ամեն ինչի մասին գիտի նաև Իրանը։ Ասեմ, իրանք նույնիսկ ասեցին մենք գիտենք թե որ սպան, որ հյուրանոցում է ապրում այս ընթացքում։
Սա իրանական հետախուզությունը գիտի եւ հայտարարել է դրա մասին։ Եվ Ալիևը որ դատի էր տալի, չէր մտածում, որ եթե նույնիսկ CNN-ը չկարողանա ապացուցի, Իրանը կօգնի, որ դա ապացուցի։ Իսկ վստահ եղեք, եթե դա անհրաժեշտություն եղավ, Իրանը կխոսի այդ մասին։ Եվ Թուրքիան հանգիստ չի քնում գիշերները, եւ երկրորդ Բեռնանավն է հարձակվել հունական Սև ծովում եւ 20 ֆիլիպինցիներ են եղել բանի նավի վրա եւ 1 ռումինացի։ Թուրքիայի ազդակներն է։ Թուրքիայի մենաշնորհն է դառնալու Սև ծովը շուտով, որովհետեւ արդեն ռուսական նավատորմը չկա, իսկ Ուկրաինան նավատորմ չունի։ Չունի որ իրանք դրոններով դուրս մղեցին ռուսական նավատորմից եւ Թուրքիան որոշել է, որ ինքը արդեն այդ Սև ծովում տարածքի տերն է։ Դա սա ինչ զարգացումներ կունենա շուտով կերևա, որովհետեւ հիշացնեմ, Հունաստան, Կիպրոս եւ Իսրայել դրանն միացել է նաեւ Ֆրանսիան, արդեն համագործակցություն կա ռազմական դաշինք կա։ Միջիշ տարօրինակ երևույթ է Իսրայելի ռազմական դատախազությունը Գազայում հարձակումների վրա քրեական գործ է, որտեղ սպանել են 5 երեխա պաղեստինցի։ Իրանց վրա սկսել են քրեական գործեր կարել, ոչ թե կարել, քրեական գործեր հարուցել, եւ ընթացքում նաեւ սպանվել են 15 պարամեդիկներ։ Այս բանի ընթացքում արդյոք Իսրայելում սկսել է փոփոխություններ 2 ամիս առաջ, այլ 2 ամիս առաջ ընտրություններից Իսրայելում ինչ-որ բան է փոխվում։ Կուզենայի հավատայի, բայց մյուս կողմից չեմ հասկանում ոնց են իրանք որոշել, որ իրենց վրա արդեն ժամանակն է քրեական գործեր հարուցել։ Եթե դա սկսվի, նշանակում է մի օր կիմանանք իրանք խոստովանեն, որ իրանք ընդհանրապես այդ բանակը IDF-ը, ինքը ցեղասպանական բանակ է, որը պնդում է, որ տենց էլ կա, որը պնդում է հենց միջազգային դատարանը։ Մի ուրիշ տարօրինակ հայտարարություն, սա հայտնի բառակն է, որը Ամերիկայի դեսպանն է Թուրքիայում, Էփստինի ցուցակներում ամենակարկառուն դեմքերից, Թրամփի ընկեր, պնդում է, որ Իսրայելի եւ Թուրքիայի մեջ կարող էր պատերազմ սկսվել եւ դեռ այդ վտանգը ավարտված չի։ Իսկ այլ տեղեկություններով Իսրայելը լուրջ պատրաստվում է եւ դա սկսել է Սիրիայից եւ Սիրիայում ոչնչացրեց մի քանի թուրքական ներկայացուցիչներ, բազաներ, եւ սկսել է դեռ իրաց մեջ բան։ Ստեղ հիմա մեջտեղում կանգնած է բառակը։ Ասում եմ կարող է սկսել, բայց մենք կարողացանք կանխել, բայց վտանգը դեռ չի ավարտվել։ Անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ Իսրայելը կարող է սկսի պատերազմ Թուրքիայի դեմ։ Այն ինչ որ կլինի Սիրիայում, դա կարող լինի, բայց լայնամասշտաբ պատերազմ, այն էլ վերջնականապես չլուծած Իրանի հարցը, այն էլ ընտրություններից առաջ, որտեղ մնացել է Բենջամին Նետանյահուն 2 ամիս, ոչ մի տրամաբանություն ես այդտեղ չեմ տեսնում։ Իսկ Ամերիկայում Դոնալդ Թրամփը սպառնում է Ռոբերտ Դենինոին դեպորտ անել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, որովհետև Ռոբերտ Դենիրոն պարզ ասում է, ով է Թրամփը, մանկապիղծ, մարդասպան, հրեշավոր ղեկավար, Ամերիկայի կյանքում ամենավատը։ Բայց դա չի խանգարում Թրամփին, որ ինքը հայտարարել, որ երազում է Չինաստանում հանդիպի Կիմ Չեն Ընին եւ Պուտինի հետ։ Հասկացեք, այս մարդը ուրիշ բան չունի կյանքում երազելիք, քան Կիմ Չեն Ընին հանդիպելը։ Եվ աշխարհի այս վայրվերումների մեջ իր ոնց որ թե կումիրները սենց էլ մնացին Կիմ Չեն Ին եւ Պուտին։ Եվ ամենակարևորը այսօրվա հայտարարության մեջ, որ դադարեցնում է տարիֆային պատերազմը, վերացնում է տարիֆները Կանադայի հետ, որի նկատմամբ 50% տարիֆներ է սահմանած։ Այսօր դադարեցել է։ Որովհետև այսօր պետք է դրանք ուժի մեջ մտնեին։ Սա գիտեք ամերիկյան տնտեսության համար, եւ ընդհանրապես տնտեսության համար ինչ է։ Որովհետև
ներդրումները, եթե պետքա լինեին հիմա, դրանք պլանավորվել էին ամիսներ առաջ։ Ներդրում չկար ու չէր կարող լինել միտեղ, որտեղ 50% տարիֆներ են մցրած։ Եվ իրան թվում է, որ այսօր չեղարկես, տնտեսությանը դա ոչ մի վնաս չի։ Այս կարգի պաթոլոգիկ, ես չգիտեմ, այդպես բառ չկա, Նիկոլ, որ ղեկավարում է աշխարհի ամենահզոր տնտեսությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, դա քանդելու է աշունը, մենք տեսնելու ենք բազմաթիվ կոլապսներ տնտեսական։ Շուտով 1-3 ամսվա մեջ։ Ես ձեզ պետք է ասեմ, որ 27% ջներություն 27,000 տնտեսություն արդեն գրանցվել են իրենք հայտարարել են իրենք բանկրոտ լինելու մասին։ Այս տարվա մեջ մի անգամ։ Միայն տների գների անկումը եւ բանկին մնացած տների քանակը անգամներ թռել է անցած տարվա հետ համեմատած։ Բայց դա սա վերջը չի, սա ամենավատը չի։ Մենք դեռ ունենք դոլարի անկում, ինֆլյացիա, մենք սոսկալի բաներ եմ ես սպասում տնտեսության մեջ սրա պատճառով, որովհետև այն ինչ որ արվել է 1 տարի առաջ, պարտադի չի հաջորդ օրը ձենը գա։ Դա գալիս է ամիսներ հետո, գուցե տարիներ հետո։ Բայց այն ինչ որ արվել է ամբողջ անցած տարին, սա ձենը կտրել չի լինելու։ Ու այն տնտեսական նորությունները, որ ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, դա արդեն սոսկալի է։ Իսկ այն ինչ որ կատարվում է նահանգներում, արժում է ամբողջ աշխարհի, նաև Հայաստանի վրա։ Ես չեմ ասում ընտրության արդյունքների վրա, խնդրեմ, Ամերիկայի պարտքը երկրի անցել է 40 տրիլիոն դոլար։ Ամերիկայի պարտքը, ուրեմն ասեմ քանի անգամ է շատ, մոտ 5.5 անգամ ավելի շատ է, քան Ամերիկայի բյուջեն։ 5 անգամ ասեմ, 8 տրիլիոնն է Ամերիկայի բյուջեն։ Պարտքը 40 տրիլիոն։ Պարտքը 5 անգամ ավելի շատ է, քան Ամերիկայի բյուջեն։ Ապետրոն։ Էլի տարօրինակ նորություն, ես չգիտեմ ես ինչ է կատարվում աշխարհում, հələ չեմ հավատում, հələ չեմ հասկանում, բայց պետք է ուղղակի արձանագրենք, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի անկախությունը Երուսաղեմը ներառյալ։ Այսինքն Երուսաղեմը որպես Պաղեստինի պետության մայրաքաղաք։ Եվ Նետանյահուն ասում են բանի մեջ է, ցնցումների մեջ է։ Գուցե բան չի մնացել Նետանյահուին։ Գուցե դրա համար է, ասենք, իսրայելական բանակը քրեական գործեր հարուցում, հա, բառակ հանդեղ ինչ որ խոսում, որ ինքը փորձում է ինչ որ պատերազմներ կարող կանգնեցնել։ Բայց շատ հետաքրքիր փուլ ենք մտնում։ Եթե այսպես է, նշանակում է Թրամփի թրիփի վրա կարելի ասած մեծ խաչ արդեն դնել եւ այդ մասին գոռալ Նիկոլի ականջի տակ։ Եվ բոլոր նրանց, ովքեր հույս ունեն, որ այդ թրիփը իրականանալու է։ Սերնենք Ալբանիան էլ սառեցել է սրանց ընտանիքի կողմից ավիրվող բոլոր այն կկված գործարքը, որոնցով այդ ամբողջ կղզին սրանք պետք է վերածեին հյուրանոցների, փակ տարածքի։ Ալբանիան վերցրել է ու սառեցել այդ գործարքը։ Բա երկրի ղեկավարը ասենց է լինում։ Հա, թքած ով է դրա հետևում կանգնած։ Երբ որ ժողովուրդը կա մեջքիդ կանգնած եւ դու լեգիտիմ ես, դու նման բան կարող ես անել։ Եթե դու Նիկոլ Փաշինյան ես, դու պետք է հեռացնես, նեղանաս քո աշխատողներին, որոնց դու ասում ես, արա, ստե գնա համոզի ադրբեջանցիներին, որ իրանք հրաժարվեն, մյուս կողմից դու քարոզն ես դրա անում։ Նիկոլիզմ։ Շատ հետաքրքիր հայտարարություն կաթոլիկ եկեղեցու կողմից, որ ասում է սիոնիզմը դա քրիստոնեական իդեա չի։ Հետաքրքիր է։ Սպասում եմ այն օրվան, երբ որ կաթոլիկ եկեղեցին կհայտարարի, որ ընդհանրապես 5 կտակարանը Քրիստոսի հետ ոչ մի կապ չունի։ Կարող է այդ օրինակ տեսնենք։ Եվ ընդհանրապես հուդայականությունը քրիստոնեության մեջ չի կարող տեղ ունենալ։ Որտեղ հուդայականություն, որտեղ Քրիստոս, բար չի հասկանում, այն Քրիստոս են պաշտում, թե հուդայականություն։ Վերջը ինչ կապ ունեն, ինչի եք թույլ տվել այդ երկու իրարից տարբեր հանգամանքները գան կանգնեն այնտեղում։
ի վերջո կարող է մի օր տեսնենք Վատիկանը բացի իր արխիվները եւ ցույց տա իսկական ավետարանները, որոնք գրվել են հենց Հուդայի կողմից, Մարիա Մագդալենայի կողմից, չէ՞ որ ամեն ինչը կա։ Հուսանք, որ մի օր այդ օրն կտեսնենք։ Եվ սուրպրիզ Իրանից, Իրանը հակաբանը որպես հակակշիռ թուրանական աշխարհի Տաջիկստանի հետ կնքել է համաձայնություն դաշնակցության։ Հետաքրքիր է, պատկերացնում եք Տաջիկստան, Իրան, Հայաստան, Վրաստան, ասես մի հատ քիչ աշխատեր, բարեկամական։ Մի օր լինելու է դա։ Մի օր լինելու։ Ուզում եմ ձեզ մի քանի լավ բաներ ցույց տամ։ Խոստացել եք, չէ՞։ Բաքվում մեր հայերի հաղթանակներն են։ Շշմեք ցույցիչ, մեկը մեկից երեք ամբողջ գիշեր նստած նայել են, ամբողջ գիշեր։ Հեսա նայինք, դե ոնց է, ադրբեջանցին չի ուզում մոտենա նույնիսկ, ներում, արի, մի գնա, այդ հենց, դե գնա լացելու, չէր ուզում գար կանգներ պարտությունը չլնել, իսա ոնց է հայը, հայկական դրոշով, բուր է տակ, իսա, հայրանքների և բաների տակ խաղաղություն եք ուզում, սրանց հետ, հա, խաղաղություն եք ուզում, բա ոնց, Սամվել Տերտերյանը հաղթել ադրբեջանցի մարզիկին հռչակվեց չեմպիոն, են էլ աշխարհի, խնդրեմ, այս է, կապուտն է մեր տղե, այսինքն, իսկ սա հատուկ ուզում եմ միասին նայենք, սենց բան գոյություն չունի, ձայնով էլի, հեսենք։ Չտոս մեջկըտ, չտողես, խարա, վախարա, գնացել ես բրատս տարեդրան, բանկսրու ապրես աղբերս դե մասրսրու, ճան եմ ասել ապրես աղբեր, թորցովեց, կամբեք այսի, հələ ինչ հանում աղբեր, էլ եմա տեղին տվեք է դրան, դե բրատս, գնացել ես դիր է դրան ապրես բրատս, ես ինչ ես անում դու, չմոնոստում խրաչ, աղբեր երկու հատ էտ մայքի մոմենտից երկու հատ եղավ, երկու անգամ աղբեր, Ես ամեջը մեկ լեսենք իրոչ, ես ոգևորվածության համար եմ դրել նաև, չգիտեմ ընկերնով, շնորհակալ եմ իրա, սենց հայի տեսակ լինելու համար և շնորհակալ եմ բոլոր մեր մարզիկներին, որոնք հաղթանակով վերադարձան Բաքվից։ Ժամանակը մարմինս ամբողջ օրներքի ժամանակը մարմինս ապշակավ։ Բաճան։ Չգիտեմ, ուղղակի այնպեսի Ես ես հիշացնեմ, որ ես ընթացքում ու դրանից առաջ Օլիմպիադն էր փակում Փաշինյան Նիկոլը։ Ոչ միտեղ ոչ մի հաղթանակ չունենան։ Ընդհանրապես, ինչի պետք է հայը գնա Թուրքին ջարդի։ Ինքը ներվում է, չէ՞։ Ուրեմն սի Փաշինյան Նիկոլ։ Հայը Թուրքին պատմականորեն, գենետիկորեն ծնված օրվանից ջարդած հաղթած ունենա միջև հիմա։ Հեզել ներառյալ։ Հաճելի պահա, որ կուզեմ յուրաքանչյուր մարդ կյանքի մեջ մի անգամ Իսկ ես ընկերոջը անպայման պետք է նայենք։ Հայ է։ Հայաստանը ներկայացնող 17-ամյա Էդգար Պապոյանը տպավորիչ ելույթով դարձել է Workout մարզաձևի աշխարհի չեմպիոն։ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ հատվածը կայացել է օգոստոսի 15-ին։ Պապոյանը ինչպես որակավորման, այնպես էլ եզրափակիչ հատվածում ֆանտաստիկ ելույթ է ունեցել։ Workout մարզաձևում Հայաստանի համար սա աշխարհի առաջնություններում առաջին ոսկե մեդալն է։ Կոնֆլիկտ Այսինքն։ Եվ ամենաֆենոմենալը 14 տարեկան մեր շախմատիստը
աշխարհի համար առաջի շախմատիստներից մեկին աղթել։ Պատկերացնում եք, օգոստոսի 18-ին մեր 14 տարեկան տղեն։ Դուք պատկերացնում եք ինչ կլիներ, եթե իրոք մենք պետություն ունենայինք։ Ոչ սրանց մասին ոչ թե ես ասեի, ես վստահ եմ, որ լրատվականներն են տպել, այ լիներ պետական մոտեցում, պետական մակարդակի շնորհանդեսներ, մեծալման երեկոներ, հա, պատկերացնում եք, ընդ որում կարևոր չի հայը ոչ տեղից, հա, ցանկացած հայ, ցանկացած տեղից, ցանկացած հաղթանակի մասին Հայաստանում եւ ամբողջ հայկական աշխարհը պետք է իմանա, որովհետեւ մենք ցանցային ազգ ենք, ցանցային, դուք պատկերացնում եք մենք ինչեր ենք բացահայտելու մեր համար, այդ երեխեքը կբացահայտեն իրենց հայրենիքը, որ իրենց հաջողություններով իրենց հայրենիքում են ուրախանում, եւ ոչ միայն իրենց հայրենիքում, ամբողջ հայկական աշխարհում, ասեք, այս գլոբուսը մերն է, սա չափազանցություն չի, այս գլոբուսը մեր համար հարազատ տեղ է, որտեղ ուզում ես գնա, ուզում ես Յակուտսկ գնա, հայկանդ է, պետք է անենք ու դուք կտեսնեք հայկական իրական ռեսուրսները քաղաքական իմաստով որքան են բարձրացնելու Հայաստանը։ Քաղաքական նշանակում է նաև ֆինանսական, նշանակում է նաև ազդեցությունով իր, նշանակում է նաև բանակով, ամեն ինչով։ Իսկ մեզ ասել են ամբողջ 35 տարի դու ոչ մեկ ես։ Դու մաքսիմում կարաս լինես Ռուսաստանի համար բռիլոկ, կողքից գցած ինչ-որ մի բան, որ հենց պետք չլինի հանի շպրտի դուրս։ Դու թույլ ես, հրաժարվի մասիցիցդ, հրաժարվի գերբիցդ, արևիցդ, ամեն ինչեդ, երազանքներիցդ, որտեղ դու ոչ մեկ ես։ Այս ամեն ինչի կողքի վրա ես այսօր ինչ այսքան սպորտսմենի ցույց տվեցի։ Ես կյանքումս այս բան չի արել։ Էն էլ հիմա սա շատ կարևոր է, օրին պավան է սա փակում։ Ու մեծ սպորտսմենները նույն ժամանակ Բաքվում ջարդում են թուրքերին։ Որ մենք ընտրում ջարդելը չէ ջարդվելը։ Ես ընտրում եմ ջարդելը։ Հա, անկեղծ մի տեսակ ջարդվելու տնավարություն չունեմ։ Ոչ է ցանկություն։ Համաձայն եք։ Դե, ուրեմն ամեն մեկս այս վիդեոները 10-ից 20 հոգի պարտադիր օրական պետք է ուղարկենք։ Պարտադիր, ժողովուրդ ջան, եթե մենք չկարողացանք դա ապահովել, մենք սենց ջան ասելու ենք, ջան լսելու ենք ու թշնամին անի այն ինչ որ ինքը կարողանում է առ այսօր անի։ Այսօրվա համար այսքանը, դա մնացեք։